Ժողովուրդը անվնաս դուրս բերելու բարդականությունը մերն է։ Դեսեք Եզեկիելի մարգարեության մեջ 34-րդ գլուխ գսե. Վայ Իսրայելի հովիվներին, որոնք իրենց են արածում։ Չէ որ հովիվներն իրանց հոդին պիտի արածեցնեն։ Գսե դուք գերակ յուղը, հակակ փուրթը, ամենից բաշարը ցեզ վերցրեցիք, բայց հոդին չարածեցիք։ Թույլին չզորացուցիք, հիվանդին չբուժեցիք, գորուսյալին չբերեցիք, բայց քորշելոցին բռնությամբ ու դաժանությամբ տիրեցիք, եւ իմ ոչխարները ցրվեցան, որովհետեւ հովիվ չկար։ Այսօր ես խոսում եմ ոչ թե ժողովրդի, այլ ցեր, մեր հոգեվորականների հետ, իմ գոչը ուղղված է ցեզ։ Ժամանակը այլևս չի թողնում լրել։ Մենք չենք կարող դիտել այս խառնակ իրականությունը եւ մխիտարվել մեր հանգստավետ պաշտոններով։ Ժողովուրդը, որ Աստված մեր խնամքին դված է, այսօր կանգնած է վիհի եզրին։ Եվ եթե մենք չքործենք հիմա, եթե չխոսենք հավատքով ու ճշմարտությամբ, մենք պատասխան պիտի տանք ոչ միայն մեր կոչման, այլ նաև մեր ազգի կորստյան համար։ Այսօր մեր ժողովուրդը մնացած է երկու գրագի միջև։ Մեկ կողմ է քաղաքական ակրավներ, որոնք կբզկդեն հավատքը եւ եկեղեցին իրենց իշխանասիրական խաղերում մեջ, իսկ մյուս կողմ է հոգեվորականներ, որոնք խառնած են երկրայինին, հավատքը հբարդության եւ անձնական դիրքի պաշտպանության հետ։ Արդյունքը ողբերգական է, ժողովուրդը մտության մեջ է, աչքը չունի, թե ուր նայի, ցախը կգանչե եկ, պաշտպանիր, ասկը, այսինքն աչը, կպղավե եկ, պաշտպանիր եկեղեցին։ Իսկ ժողովուրդը մնացած է առանց առաջնորդի, առանց վստահության, առանց լույսի։ Եվ ահա ահեղ ճշմարտությունը։ Եթե ժողովուրդը գործվի, մեղքը միայն քաղաքականին չէ, այլ մանավանդ հոգևորականին։ Ժողովուրդը վիրավոր հոդ է։ Մեր ժողովուրդը այսօր հոգևորապես վիրավոր է, թունավորված է եւ գասկածով, շփոթությամբ վիրավորված եկեղեցականներից, հիասթափված պետությունից։ Ան չի հասկնար, թե ում պիտի ավադա։ Երբ կանցնի եկեղեցվոն կողքով, կդադանվի, մտնեմ թե ոչ։ Երբ կլսե քարոզը կգասկածի, արդյոք սա Աստծո խոսքն է, թե մեկ կողմի քարոզչություն։ Այո, ժողովուրդը հոդ է, բայց այս հոդը այսօր վիրավոր է, եւ վիրավոր հոդը կփախչի, կցրվի, կխեղդվի մոլորության մեջ։ Եվ եթե հովիվը չի նետվիր փնդրելու գորուսյալին, ապա գորուստը կդառնա համասկային։ Հովիվի կորձը միայն աղոթել չէ, այլ պետք է բուժե, գաբե, վերադարձնե, բայց այսօր դժբախտաբար մենք շատերս, այսին հովիվներս, դարձած ենք քաղաքական մեկնաբաններ, ոչ թե հոգևոր բժիշկներ։ Մենք կմեկնաբանենք վարչապետի խոսքը, ընդդիմության վարքը, բայց չենք մեկնաբաներ Աստվածաշունչը։ Մենք կգարտանք լրակիրները, բայց չենք գարտար ավետարանը, եւ այսպես մենք խապած ենք մեզ եւ գործուցած ենք ժողովուրդը։ Ժամանակն է հրաբարակ գալու եւ խոսելու ճշմարտությունը։ Ժողովուրդը այսօր կսպասե, որ հոգևորականը հրաբարակ դուրս գա, ոչ թե ջարսելու, այլ զրուցելու։ Ժողովուրդը հոգնած է քարոզխոսական վերամբարձ բարերեն։ Ժողովուրդը կփապակի իրական խոսք, բարձ, անմիջական եւ մարտասիրական։ Պետք է համադարած նախաձեռնությունը սկսի, թե մայրատորեն, թե տեմական առաջնորդներեն, թե ծխական մագարտագեն։ Բոլոր դաջարները թող դառնան հոգևոր զրույցներու դուն, ոչ միայն բադարակի վայր։ Թող քահանան նստի ժողովրդի մեջ, լսի անոր վախը, հարցերը, շփոթը։ Թող բացատրվի ինչու եկեղեցին այսօր այսպես է, ինչու կառավարությունը հագաթրված է, եւ ամենակլխավորը, ինչպես ժողովուրդը չպետք է դառնա զոհ այդ հագամարտության։ Հոգևոր զրույցները պիտի լան մեր նոր ճակատագրային կամ ճակատային քիծը։ Աստծո խոսքը պետք է վերադառնա ոչ թե ամբիոնեն, այլ սրդեն։ Եվ երբ ժողովուրդը լսե քահանային առանց գեղձիկի, առանց շահի, առանց պաշտպանի,
այն ժամ անգամի եւս կձնվի հավատքը։ Քանզի ժողովուրդը դեռ չէ մահացած, ժողովուրդը դեռ կսպասե մեզ։ Եկեղեցին չպետք է պաշտպանի ոչ իշխանությունը, ոչ ինտիմությունը։ Գիտեք, ամենասարսափելին այն է, երբ եկեղեցին կդառնա գողմը, երբ եկեղեցին կպաշտպանե մարդը եւ ոչ թե ճշմարտությունը։ Քրիստոս երբեք Հերովտեսի գողմը չկաշեց, ոչ էլ փարիսեցիներու, անմիշտ կանգնեց ճշմարտության գողմը։ Եվ այսօր, եթե մենք հոգևորականներս սկսենք պաշտպանել անարժան, բայց մեզ մոտ կանգնած հոգևորականին, միայն որովհետև մեր մարդն է, կամ սկսենք քննադատել իշխանությունը առանց արդար չափի, ապա մենք կդառնանք թավաջաններ մեր գոչման եւ ասկին։ Հոգևորականը չպետք է լա պաշտպան, այլ խղճի ցայն։ Եթե չխոսենք ճշմարտությունը, այն ինչու պիտի խոսի։ Եթե մենք լրենք, Քրիստոսը գսե քարերն անգամ պիտի փարփարին։ Ժողովուրդը չգործընծնելու հոգևոր հրամայականի առջև կանգնած ենք։ Ամենամեծ վտանգը այսօր ոչ թե եկեղեցվո հեղինակության գորուստն է, այլ հոդի գորուստը։ Եթե ժողովուրդը հերանա եկեղեցին, եթե չգտնե հոգևոր ապաստան, ապա նա պիտի փնտրե ուրիշ պաշտամունքներ, մոլորական խաղապարներ, գեղձ մարգարեներ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես նույն հոգևոր շարժումներ, գուրվական խառնուրդներ, հոգեբանական սեմինարներ կփոխարինեն բادرակը։ Դա կնշանակե ժողովուրդը չի գտնում հավատքը այնտեղ, ուր պետք է գտներ, եւ ումն է մեղքը։ Մեղքը մեր վրա է։ Ուստի այս բահը պետք է դառնա զարթոնքի բահ։ Հոգևորականները պետք է միանան ոչ կուսակցության հարտակներուն, այլ հավատքի միացյալ ճակատին։ Թող ստեղծվեն հոգևոր խոսակցության հարտակներ, ուր կարողանանք բացատրել առանց մեղադրանքի, առանց բաժանումի։ Թող ժողովուրդը տեսնի, որ եկեղեցին դեր իր մոր դունն է, ոչ թե գուսակցական քրասենյակ է։ Իմ գոչը բոլոր հովիվներուն, սիրելի եղբայրներ, սա բահն է, որ Աստված կփորձե մեր հավատարմությունը։ Մենք բոլորս հանձնվեցինք ծառայության այն օրը, երբ ցերնադրվեցինք։ Մենք խոստացանք լինել հոդի հովիվներ։ Այդ հոդը այսօր ծագոդած է, դգարացած է, վախեցած է։ Հիմա մեր գործը բերել զայն անվնաս դուրս, ոչ թե բարձանալ սանդղակներով։ Այսօր մեր գոչումն է լինեն խաղաղասերներ, միացուցիչներ, լուսավորողներ, եւ սա կարելի է միայն մեկ ճանապարհով, համատարած հրաբարակային հոգևոր զրույցներով։ Թող ամեն եկեղեցի իր շաբաթվա մեկ օրը հատկացնի հոգևոր քննարկման ժամի։ Թող քահանան նստի ոչ թե առջևը, այլ ժողովրդի կողքին։ Թող բացվին իրական թեմաներ։ Ինչ է այսօր հավատքը, ինչպես վերաբերել իշխանության հանդեպ, ինչպես սիրել հորենական եկեղեցին, երբ հիասթափված են հոգևորականներեն։ Եթե այս զրույցները չլինեն, ժողովուրդը պիտի վերցնե պատասխանները ինտերնետից, որտեղ ամեն բան աղճատված է։ Ժամանակն է միասին կանգնելու, ոչ թե բաժանվելու։ Հիմա պետք է մի բան հասկանանք։ Կամ մենք կմիանանք հավատքով ու հավատարմությամբ, կամ բոլորս կգործանվենք իբրև ժողովուրդ։ Եկեղեցին պիտի դառնա հաշտության միջնորդ, ոչ թե հագամարտության զինվոր։ Եկեղեցին պիտի միացնե իշխանավորն ու քաղաքացին, հոգևորն ու աշխարհականին, ոչ թե բաժնե։ Երբ ժողովուրդը տեսնե, որ իր քահանան ազնիվ է, բաց է, անգեղծ է եւ չի պաշտպաներ մեղավորը, այլ միայն ճշմարտությունը, ժողովուրդը պիտի վերադառնա։ Եվ այդ ժամանակ է, որ ոչ ոք այլևս չի կարող ըլլալ եկեղեցու տշնամի։ Որպես վերջապան այժմիական պատասխանատվություն։ Սիրելի ծառայագիցներ, սա այլևս ոչ սովորական ժամանակ է, քանի դեռ մենք լուր ենք մեր ժողովուրդը գսահի անտունդ։
Քանի դեռ մենք չենք առաջնորդներ, ուրիշներ պիտի առաջնորդեն թեպի մոլորություն։ Մենք պետք է դառնանք լույս այն խավարի մեջ, եւ այս լույսը չի վարվիր գեղձապանությամբ, այլ ճշմարտությամբ։ Այս բահը մեր պատմական փորձությունն է։ Աստված մեզ գնայի եւ կհարցնե. «Հովիվ, որտեղ է հոդդ»։ Եթե չենք կարող պատասխանել, որ նա անվնաս է, Աստծո առջև պիտի մեղավոր լինենք։ Ժողովուրդը մեր բադիվը չէ, այլ մեր պատասխանատվությունն է։ Նա մեր իշխանությունը չէ, այլ մեր փրկության չափանիշն է։ Հիմա բահն է կործելու, ոչ թե սпасելու։ Եկեք դուրս գանք մեր բادرից եւ նորից տանենք լույսը ժողովրդին։ Թող այս ճգնաժամը դառնա հոգեվոր վերածնունդի սկիզբ, եւ թող այս պատգամը լսվի իբրև հրադապ հրավեր հոգեվորականների միության անգեղծ զրույցի հոդի բրգության։ Եվ ի վերջո գուզեմ սել իմ ընկերներուս ինչ որ միշտ կգրգնեմ, զիս սխալ մի հասկնակ։ Իմ գոչումն ու բարդականությունն է միայն ու միայն ավետարանի ճշմարտությունները ցեզ դեղեկացնել, բայց ծեր բարդքն է լսել, հասկանալ եւ գիրարել։ Ես ցեզ միայն գիրազեգեմ, ոչ միայն ավետարանի ճշմարտությունը, այլ այդ ճշմարտությունը մեր օրերուն անդեսելու վտանգի մասին։ Եվ հետևաբար, գաբելով այսօրվա Եզեկիելի մարգարեությանը ասեմ, որ ես ամբարդ եմ ծեր արունեն եւ ոչ ոք չի գրնար ասել, որ չէ լսած ճշմարտությունը։ Մնացեք սիրով, մնացեք խաղաղությամբ։